Ես հետո եմ տեղյակ եղել, ամսի 25-ից գիտեին իրանք, որ հարձակում է լինելու, ես 26-ին իրիկունը կապվել եմ հարցրել գործողային ժամանակվա նախագահից, ասել է տենց հատուկ մի բան չկա, նորմալ է։ Այսինքն դուք մինչև պատերազմը դուք էլ եք լսել։ Այդ Մոսկվայից զանգել են մեր տղաները, ասել են նման երևույթ կա, որ կարան սկսեն։ Իրանք ասել են, չէ, ամեն ինչ նորմալ է, բայց հետո հասկացել եմ անվտանգության ծառայությունից, որ հետախուզությունը տվել է կոնկրետ ամսի 25-ին, որ կիրակի օրը առավոտյան լինելու է պատերազմ։ Իրանք ունեին իրենց ձեռքի տակ։ Մոսկվայից ովքեր են դες տեղեկացրել։ Ծանոթ մարդիկ ուղղակի։ Ինչ շրջանակի, որ նման ինֆորմացիա են իմացել։ Քաղաքացիական։ Այսինքն քաղաքացիական շրջանակներ բոլորներ գիտեին, այո, այդպես գաղտնիք չէր։ Արցախում բոլորը գիտեին, որ պետք է։ Արցախում էլ գիտեին, Հայաստանում էլ գիտեին։ Բոլորը քաղաքացիական։ Բոլորը, իշխանության բոլոր բուրգերը գիտեին դրա մասին, դե փողոցում էլ կպատմեն, էլի Հայաստանը ոնց կարա բոլորը իմանան, բայց ժողովուրդը չիմանան։ Շուտ տեղափոխում են դաշտ այնտեղ։ Այնպես որ դա կա եւ տեքստային, անվտանգության ծառայության կոնտրռազվեդկայի ձայնագրությունը, ամեն ինչը, զեկուցագիրը ամսի 25-ի ամսաթվով, այնպես որ դա նորություն չի, որ ասում են։ Անդրանիկ Քոչարյանը նաև հայտարարեց, որ մոլորեցրել են մեր դաշնակիցները մեզ թե հարձակում է լինելու եւ դա նրա ներկայացմամբ, նրա ուղղորդմամբ Ռուսաստանն էր։ Ռուսաստանն է եղել մեր դաշնակիցը, որն ասել է Ռուսաստանից հավատացրել են, որ հարձակում չի լինելու։ Ինչ տեղեկություն ունեք այդ մասին, երբ որ ասում եք Ռուսաստանից են մեզ ասել քաղաքացիական մարդիկ։ Ես նման բան չգիտեմ, որ ինչ որ բան են ասել, որ լինելու է թե չի լինելու։ Ռուսաստանից հավատացրել են, որ չի լինելու եւ այդ պատճառով էլ Դավիթ Տոնոյանը, եթե կամ դուք չեք լավ ընկալել իրան, կամ ինքը չի ճիշտ ձևակերպել, ես գտնում եմ, որ վերջի 20 տարին, 20 քանի տարին Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ փափուկ բարձ են դեր գլխի տակ, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի։ Դուք էլ հավատացել եք։ Դա համար նորմալ բանակը թալանել եք, զբաղվել եք ձեր անձնական գործերով։ Այդ դա ճիշտ է։ Մնացածը չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Հա, մնացածը, որ Ռուսաստանից հավատացրել են Հայաստանի կամ Արցախի ղեկավարությանը, որ չէ, հանգստորեն հարձակում չի տա, այդ պատճառով էլ Հայաստանի պաշտպանության նախարար անգամ այդ օրը Հայաստանում չէր Դավիթ Տոնոյանը։ Հակառակ պարագայում չէր գնա։ Տեղյակ չեք։ Դեզինֆորմացիա նման չունեմ։ Իսկ պատերազմի ժամանակ Ռուսաստանի օգնության մասին ինչ գիտեիք, որտեվ դա են քննադատում, թեև դուք էլ եք քննադատում, որ Ռուսաստանից ինչ որ վերջին օրերին զինտեխնիկա հոբ ուղարկեցին Հայաստան, բայց դրանք սարքին չէին եւ